Այլ հայացք Հորմուզի նեղուցի վերաբացմանը։ 2026 թվականի գարնանը Հորմուզի նեղուցի փաստացի փակումը դարձավ համաշխարհային տնտեսության համար վերջին տասնամյակների ամենախոշոր ցնցումներից մեկը։ Ռազմավարական կարևորություն ունեցող այս ջրային զարկերակով մինչև պատերազմը անցնում էր նավթի ծովային առևտրի շուրջ 25%-ը, հեղուկացված բնական գազի արտահանման մոտ 20%-ը, պարարտանյութերի միջազգային առևտրի մոտ 1/3-ը։ Իրաքը, Քուվեյթը, Կատարը, Բահրեյնը եւ Իրանը գրեթե ամբողջությամբ կախված են այս ուղուց։ Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրություններն ունեն խիստ սահմանափակ այլընտրանքային երթուղիներ։ Շուրջ 3.5 ամիս ծովային այս ուղին փաստացի փակ էր։ Մի կողմից Իրանն էր արգելում ոչ բարեկամ երկրներին պատկանող նավերի անցումը սպառնալով ռազմական հարվածներով, մյուս կողմից Միացյալ Նահանգներն էր ծովային շրջափակում սահմանել Իրանի նկատմամբ, թույլ չտալով իրանական եւ այլ երկրների պատկանող նավերի մուտքը եւ ելքը Իսլամական Հանրապետության նավահանգիստներ։ Հունիսի 17-ին ստորագրված ԱՄՆ-Իրան գործարքի շնորհիվ սկսվել է նեղուցի աստիճանական վերաբացման գործընթացը։ Ձեռք բերված պայմանավորվածությունները նախնական են։ Բոլոր հարցերի կարգավորումը նախատեսվում է վերջնական համաձայնագրով, որի շուրջ կողմերը բանակցություններ կվարեն 60 օր։ Ստորագրված հուշագրի 4-րդ եւ 5-րդ կետերը վերաբերում են հենց Հորմուզի նեղուցին։ Դրանց համաձայն ստորագրումից անմիջապես հետո Միացյալ Նահանգները կսկսի վերացնել ծովային շրջափակումը եւ նեղուցը ամբողջությամբ կբացվի 30 օրվա ընթացքում։ Նավերի երթևեկությունը կլինի համաչափ պատերազմից առաջ եղած նավերի թվին։ Իրանն իր հերթին քայլեր կձեռնարկի առևտրային նավերի անվտանգ անցման համար։ Այս պահին հրատապ խնդիրներից է նեղուցի ականազերծումը եւ մի շարք երկրներ պատրաստակամություն են հայտնել օգնել գործընթացին։ Հուշագրի համաձայն Հորմուզի նեղուցով անցնող նավերից 60 օր վճար չի գանձվի, սակայն փաստաթուղթը բաց է թողնում ապագայում վճարների գանձման հնարավորությունը։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն արդեն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում չի լինի այն իրավիճակը, որը եղել է պատերազմից առաջ։ Նախատեսվում է, որ Իրանը պետք է աշխատի Օմանի եւ Պարսից ծոցի այլ պետությունների հետ նեղուցի կառավարման վերաբերյալ ավելի լայն համաձայնագիր կնքելու համար։ Թե ինչ արդյունքի կհանգեցնեն այդ քննարկումները եւ ինչ ռեժիմ կգործի նեղուցում, բարդ է կանխատեսել։ Փորձագետների խոսքով Հորմուզի նեղուցում նավագնացության լիարժեք վերականգնման համար դեռ ժամանակ կպահանջվի։ Պատերազմի ընթացքում տասնյակ նավեր են վնասվել, հարյուրավոր լցանավեր եւ բեռնատար նավեր էլ կուտակվել են Պարսից ծոցում, իսկ ապահովագրական ընկերությունները շարունակում են տարածաշրջանը դիտարկել որպես բարձր ռիսկային գոտի։ Reuters-ի գնահատմամբ, եթե պայմանավորվածություններն իրագործվեն, նավագնացության լիարժեք վերականգնումը կտևի մի քանի ամիս։ Հորմուզի նեղուցի վերաբացումն անխուսափելիորեն կունենա այնպիսի տնտեսական եւ քաղաքական հետևանքներ, որոնք կարող են փոխել ուժերի հարաբերակցությունը ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև ամբողջ աշխարհում։ Նավագնացության վերականգնման լուրին առաջինն արձագանքեց նավթի համաշխարհային շուկան։ Պատերազմի ընթացքում Brent տեսակի նավթի գինը գերազանցել էր $100, սակայն գործարքի մասին լուրերից հետո այն վերադարձավ $80-ից ցածր մակարդակի։ Ըստ միջազգային էներգետիկ գործակալության շուկա Պարսից ծոցի արտահանողների վերադարձի, իրանական նավթի արտահանման աճի, մատակարարման շղթաների վերականգնման շնորհիվ ամեն օր շուկա կմտնի հավելյալ 11-ից 14 միլիոն բարել նավթ։ Չնայած նավթի համաշխարհային գների նվազման միտումներին դրանց կտրուկ անկում չի սպասվում։ Մասնագետները նշում են, որ վնասված ենթակառուցվածքների վերականգնումը, ապահովագրական բարձր ծախսերը եւ աշխարհաքաղաքական անորոշությունը որոշ ժամանակ կպահպանեն գները հարաբերականորեն բարձր մակարդակում։ Հորմուզի նեղուցի վերաբացումը բավական մեծ կարևորություն ունի նաև գործարքի կողմերի Վաշինգտոնի եւ Թեհրանի համար։ Պատերազմի ընթացքում վառելիքի գների աճը դարձել էր ամերիկյան վարչակազմի հիմնական խնդիրներից մեկը։ Էներգակիրների թանկացումը անմիջապես անդրադառնում է սպառողական գների, տրանսպորտային ծախսերի եւ ընտրողների տրամադրության վրա։ 2026 թվականի աշնանը նախատեսված կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ Սպիտակ տան համար նավթի գների նվազումը կարող է դառնալ կարևոր քաղաքական ձեռքբերում։ Ավելին, Թրամփի վարչակազմը ձեռք բերված գործարքը սկսել է ներկայացնել որպես դիվանագիտական հաջողություն։ Եթե նավթի գները մինչև աշուն մնան համեմատաբար կայուն, ապա Միացյալ Նահանգների վարչակազմը կստանա լրացուցիչ քաղաքական դիվիդենդներ։ Ինչ վերաբերում է Թեհրանին, Հորմուզի նեղուցի բացումը Իսլամական Հանրապետության թերևս ամենակարևոր եւ շոշափելի տնտեսական ձեռքբերումն է այս գործարքի արդյունքում։ Պատերազմը կտրուկ նվազեցրել էր իրանական նավթի արտահանումից ստացվող եկամուտները, իսկ պատժամիջոցները շարունակում էին սահմանափակել ֆինանսական հոսքերը։ Այժմ Իրանը հնարավորություն է ստանում վերսկսել նավթի արտահանումը, վերականգնել արտարժութային եկամուտների մի մասը եւ թույլատրել ներքին տնտեսական ճնշումները։ Պատժամիջոցների նույնիսկ մասնակի մեղմացումը Իրանին կարող է բերել միլիարդավոր դոլարների լրացուցիչ եկամուտներ, որոնց կարիքը Իսլամական Հանրապետությունը շատ ունի, հաշվի առնելով պատերազմի հետևանքների վերացման եւ տնտեսության կայունացման
վերականգնացման խնդիրները։ Ուշագրավ է, որ Հորմուզի նեղուցում ամիսներ շարունակվող ճգնաժամի ամենամեծ անուղղակի շահառուներից էր Ռուսաստանը։ Միջազգային շուկայում նավթի դեֆիցիտը մեղմելու համար Միացյալ Նահանգները եւ մի շարք երկրներ որոշում էին կայացրել մեղմել ռուսական նավթի նկատմամբ որոշ սահմանափակումներ։ Բացի այդ, նավթի գների կտրուկ աճը զգալիորեն մեծացրել էր Ռուսաստանի եկամուտները։ Reuters-ի տվյալով ԱՄՆ-Իրան պատերազմի եւ նավթային դեֆիցիտի պատճառով միայն մայիս ամսին Ռուսաստանի նավթագազային եկամուտներն ավելացել են 39%-ով կամ մոտ 2.7 միլիարդ դոլարով։ Եթե Brent-ի գինը վերադառնա 70-ից 80 դոլարի միջակայք եւ մնա այդ մակարդակում, ռուսական բյուջեի լրացուցիչ եկամուտները կնվազեն։ Բացի այդ, Իրանի նավթի վերադարձը համաշխարհային շուկա կուժեղացնի մրցակցությունը հատկապես ասիական ուղղությամբ, որտեղ Ռուսաստանը վերջին ամիսներին բարելավել է իր դիրքերը։ Պահպանվում է նաեւ արևմտյան պատժամիջոցների խնդիրը։ Իրանի հետ գործարքի ֆոնին Թրամփը չի բացառել, որ կարող է նորից խստացնել ռուսական նավթի արտահանման հետ կապված պատժամիջոցները։ Այդ իմաստով Հորմուզի վերաբացումը Մոսկվայի համար ոչ միայն տնտեսական եկամուտների նվազման, այլև ռազմավարական ճնշումների աճի ռիսկեր է ստեղծում։ Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ Հորմուզի նեղուցի վերաբացումը 2026 թվականի կարևորագույն աշխարհատնտեսական իրադարձություններից է։ Եթե ԱՄՆ-Իրան գործարքն իրագործվի, համաշխարհային էներգետիկ մատակարարումների զգալի մասը կարող է վերականգնվել, նավթի գները կնվազեն, իսկ գնաճային ճնշումները կթուլանան։ Սակայն լիարժեք կարգավորումը դեռ հեռու է, նույնիսկ լավագույն սցենարի դեպքում համաշխարհային շուկաներից կպահանջվի ամիսներ նախապատերազմական հավասարակշռությանը վերադառնալու համար։